քննչական ծառայությունը ԿՊ-ի ֆիլիալն է դարել։ Դատախազությունը ԿՊ-ի ֆիլիալն է։ Դատական համակարգը ԿՊ-ի գրպանում է, Հայաստան չկա դատական համակարգ։ Բոլոր նախարարությունները ԿՊ-ի ֆիլիալն են եւ քաղաքականացված են։ Այդ թվում այն նախարարությունները, որոնք պետք է ըստ օրենքի քաղաքականացված չլինեն։ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը քաղաքականացված է եւ ծառայում է մեկ հոգու, ոչ թե երկրին, մեկ հոգու ժողովրդին չի ծառայում։ Դրա համար էլ մենք գնում ենք դեպի անդունդ։ Ինչ պետք է անենք։ Մենք պետք է շուտապույտ կերպով դզենք մեր հարաբերությունները ռուսական ղեկավարության հետ։ Գալիս են իրենք մեր դուրը, չեն գալիս իրենք մեր դուրը։ Դա երկրորդական հարց է քաղաքականության մեջ։ Միջազգային քաղաքականության մեջ չի կարելի սիմպաթիայով ինչ որ բարեկամ ընտրել։ Բարեկամը պետք է ընտրվի, եթե մեզ ձեռատալի այդ բարեկամը, ես նկատում եմ միջազգային այն բարեկամները չէ, որ մեր հարազատներն են։ Նրանց մենք չենք ընտրում։ Մարդը մեր բարեկամն է եւ всё, դուրդ գալիս է, չի գալիս, այդ արդեն ոչ մի բան չես կարա փոխել, քո բարեկամն է։ Իսկ այստեղ մի քիչ ուրիշ է։ Մենք պետք է հասկանանք առաջարկությունները։ Վերադառնամ եվրոպացիներին, եթե նույնիսկ եվրոպական ղեկավարը, նախագահան ընդունեց որոշում, որ Հայաստանից պետք է առնենք պոմիդոր, դա չի նշանակում, որ բիզնեսմենը վազելով գալու է Հայաստանից պոմիդոր առնի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որտեվ ինքը արդեն ունի հարաբերություններ արաբների հետ, ինքը հարաբերություն ունի սեփական ֆերմերների հետ, եւ սեփական ֆերմերները չեն թողալու Հայաստանի պոմիդորը մուտք գործի օրինակ Ֆրանսիա։ Հիշում եք, Գերմանիայից փորձեցին գյուղատնտեսական, թե Իտալիայից գյուղատնտեսական ինչ-որ ապրանք բերեն։ Ֆրանսիայի ֆերմերները տրակտորներով ամբողջ ճանապարհները փակեցին։ Ինչա հայերին ասելու են բերեք։ Իրանք իրանց Եվրոպայի մեջ չեն թողում, Հայաստանից են բերելու այդ ապրանքը։ Ժոր դուք պետք է հասկանաք, որ մենք ասում ենք Ռուսաստան, չի շակում, որ մենք գժվում ենք Ռուսաստանի համար։ Չէ, ես ասում եմ հետևյալը։ Մենք ամեն ձևի պետք է պահենք մեր դիրքերը ռուսական շուկայում։ Նման շուկա աշխարհում էլ ոչ մեկ մեզ չի տրամադրելու։ Ու եթե պետք է դրա համար փոխենք երկրի ղեկավար, պետք է փոխենք։ Կամ էլ սոված նստեք ու սառեք։ Ուրիշ տարբերակ չկա։ Մեր առաջի քայլը այդ ստորագրահավաքն է, որը որ ասում է, որ մենք չենք ընդունում այս ընտրությունները, ամսի 7-ի ընտրությունները։ Խնդրում եմ, բոլորդ գնաք եւ ստորագրեք։ Դա առաջի քայլն է։ Երկրորդ, երրորդ քայլերը հավաքելուց հետո այդ ստորագրությունները ես կհայտարարեմ ինչ ենք անում։ Շնորհակալություն։